Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ, շատ ուրախ եմ եւ շնորհակալ նորից տեսնվելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր։ Բարեկամներ, ինչպես նշեցի, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից։ Այսօր իմ հյուրն է Սարդարապատի հուշահամալիրի հազարաշեն հացատան ավագ խոհարար Արայիկ Զաքարյանը։ Ողջույն Արայիկ։ Ինչպես ես։ Շատ լավ։ Տրամադրությունը բարձր է։ Բարձր։ Հուզվում էիր շատ, ես մտածում եմ, որ ուզում ես, որովհետև պատասխանատվությամբ ես պատրաստել եք ուտեստի։ Ինչ ենք պատրաստել, որ այդքան հուզվում էիր։ Պատրաստում ենք հավի կրծքամսից թավի խորոված։ Թավի խորոված, չնայած որ թավա գոչվածը տապակն է եւ տապակի մեջ խորոված չի լինում, բայց քո խաթեր անում ենք։ Անենք։ Առաջինը սկսում ենք խաղողի մատերը, որ ես հավաքել եմ։ Ինչ մթերքներ պիտի օգտագործենք։ Նշենք բոլորը եւ շարունակենք։ Օգտագործում ենք հավի կրծքամիս, տակտեղ, ցիտրոն, ռեհան, կարագ, աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ։ Եվ այնտեղ կիտրոն եմ տեսնում, կարծում եմ։ Լավ, իսկ կա մի գործ, որ դու ինձ վստահես։ Այո։ Ինչ պիտի անեմ։ Սա ձեզ։ Սա ինձ։ Ես ես ցույց տամ ոնց։ Ինչի է կոչվում թավա խորոված կամ տապակի խորոված։ Այդ ուտեստը հիմա ես ձեզ ասեմ։ Սա խաղողի մատերն է, այսօր առավոտում ես հավաքը, շարում ենք այսպես, սա է համը տալիս։ Քանի որտեղ որ դու աշխատում ես շատ լավ եւ համեղ ուտեստներ են պատրաստում, ես ուղղակի առաջարկում եմ, որ ուտեստի անունը փոխես, դնես շոգեխաշված հավի կրծքամիս։ Կարելի է։ Շոգեխաշված խաղողի մատերով։ Կարելի է։ Ավելի հասկանալի կլինի եւ ավելի ընդունված կլինի, կարծում եմ։ Հիմա վերցնում ենք հավի միսը։ Իսկ տակտեղը ինչպես պիտի կտրեմ։ Օղակների։ Այո, օղակներով։ Սա այսպես։ Մեծ կտորներ պետք չի մեզի։ Մանր կտորներ ամենս պետք։ Մոտավորապես, հա, այս քառակուսի չափսերով կտրատում ենք հավի կրծքամիսը։ Մեր հեռուստադիտողներին կարող ենք եւս մեկ անգամ հիշեցնել երբ, որտեղ եւ ինչ պայմաններով պիտի իրականացնենք Տոլմայի համահայկական 4-րդ փառատոնը։ Հարգելի հեռուստադիտողներ, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը եւ Սարդարապատի հուշահամալիրի տնօրինությունը համատեղ արդեն 4-րդ անգամ իրականացնելու ենք հուլիսի 16-ին Տոլմայի համահայկական 4-րդ փառատոնը։ Ժամը 18-ին երեկոյան բոլորիդ հրավիրում ենք Սարդարապատի հուշահամալիր, այնտեղ կտեսնեք դուք Տոլմայի բազմազանություն, կունենանք լավ տրամադրություն կստանաք, լավ տրամադրություն կունենաք, քանի որ այնտեղ կլինեն նաև ճաշակո գեղարվեստական մաս։ Ինչ պիտի անենք։ Հիմա սա մենք լցնում ենք ամանի մեջ, որպեսզի կարողանանք խառնել։ Եվ պիտի համեմենք։ Այո, կիտրոն մի քիչ, ռեհան, ցիտրոն, սև պղպեղ, այո, կարմիր պղպեղը մի քիչ շատ։ Կարմիր կծու, թե կարմիր Ոչ, քաղցր։ քաղցր, աղ, Շատ մի քիչ ձետ, շատ քիչ։ Այս բոլոր հիմա խառնում ենք, հիմա սա վերցնում ենք փոքրիկ այսպիսի շամպուրները։ Կթողնես, ասես այդ մասով հաճույք զգամ։ Այո։ Ես էլ հաճույք եմ ստանում, երբ որ շշին եմ այսպես։ Բայց մեջ շշին։ Բա լոլիկը ոչ միտեղ։ Լոլիկները դնում ենք սրա վրա։ Լոլիկը։ Այո։ Հիմա շարում ենք լոլիկը։ Այո։
տակդեղը ես կարծում եմ քիչ կտրատեցինք, հա, երևի։ Մի հատ էլ կտրատեք։ Հերիքա։ Բավական է, խնդրեմ։ Արայք ջան, մեր հերոստատիտողը շատ բծախնդիր է եւ դա մեզ համար շատ լավ է։ Պիտի նորից բացատրենք, որ լոլիկը եւ տակդեղը այնպես են շերտը ծածկում, որ գոլորշի դուրս չգա։ Այո։ Դուրս չգա, այսինքն ջուրը երալով, հետո խաղողի մատի բույրը վերցնելով հավի մսին, լոլիկի եւ տակդեղի հետ էլի նորից շրջանառություն եւ վերջում կներկայանա մեզ ուտեստը արդեն համեր վերցրած։ Եվ պիտի նշենք, քանի որ մենք ցույց չենք տալիս պահին ջերմային մշակման եղանակը, պիտի հուշենք, որ դնում ենք կրակի վրա եւ հենց եռած տակը իջեցնում ենք մի քիչ եւ քանի րոպե պիտի եռա։ 20-25 րոպե։ 20-25 րոպեից հետո արդեն պատրաստ է ուտեստը։ Կարծում եմ այս ուտեստը այնքան հետաքրքիր է, որ 25 րոպե սպասել արժե այդ ամենը մենք կհամբերենք եւ կտեսնենք իր ամբողջ շուկով ուտեստը։ Գնացի։ Այո, տեսնենք թե ինչ ստացվեց։ Խնդրեմ, արդեն կարող ենք մատուցել։ Վերցնում ենք ափսեն։ Այո։ Լավաշով ծածկում ենք։ Բույրը ոչ Եթե ինձ օգնեք, կանոնչին կտրատեք։ Մանր կտրատեք։ Այո։ Խաղողի մատերի բույրը։ Այո։ Երեցիք։ Սա այստեղ մնացածը։ Արայք իսկ հյութը ինչ որ մի կերպ պիտի օգտագործվի։ Ոչ։ Որտեղ բոլոր համը արդեն այստեղ է։ Շատ կանոնչին թարմը։ Խնդրեմ։ Եվ վերջ, խնդրեմ, շատ լավ ուտեստ ստացվեց, միայն սա խորոված չէ, շոգեղաշված միս, շատ համեղ, շատ հետաքրքիր։ Եթե դու ունես որևէ առաջարկ մեր հերոստատիտողներին, Արայք ջան, կարող ես օգտվել առիթից եւ հնչեցնել։ Ինչ կցանկանաս, ինչ խորհուրդ կտաս։ Նույն խորհուրդը էլի։ Ամեն ինչը կախված է մարդու ճիշտ ծնվելուց։ Թե առողջականը, թե ամեն ինչը։ Թե ամեն ինչը։ Եվ ընդհանրապես սննդին մի քիչ ուշադրություն դարձնենք, ավելացնեմ Արայքի միտքը, մենք պիտի հարգելի հերոստատիտողներ ավելի շատ ուշադրություն դարձնենք մեր սնվելու այդ process-ին։ Հարգելի հերոստատիտողներ, այսքանով ենք պատրաստել, այսօրվա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր անունից եւ Արայքին եւ Սարդարապետի հուշահամալիրի տնօրինությանը մեր հաղորդումներին աջակցելու համար։ Իսկ մենք միշտ հանդիպելու ենք եւ այդ հանդիպումները պիտի ունենան լավ արդյունք, որ ունենանք առողջ եւ երջանիկ կյանք, ազգ սիրենք ու հայրենիք եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամ։ Շոգեխաշուն, հավի կրծքամիս 400 գրամ, լոլիկ 200 գրամ, տակդեղ 150 գրամ, խաղողի մատներ, աղ, պղպեղ, լավաշ։ Բարեխորժակ։